Բարև Սյունիք, բարև Սյունիքի դարպաս Սիսյան։ Պատրաստ եք փոփոխությունների։ Հայաստանի բոլոր շրջանները, որ ստեղծվել է, որ Աստված մեզ տվել է այս հայրենիքը, ամեն շրջանի համար մեր հայրենիքին տվել է ապրուստի մի հնարավորություն, մի ձև, որ մեր երկիրը կարողանանք զարգացնենք, այդ շրջանը ապրի։ Սյունիքի բախտի բերմամբ Հայաստանի ամենամեծ շրջանը Սիսյանի շրջանն է։ Սակայն այսօրվա դրությամբ վերջի 30 տարվա աշխատանքի պատճառով Սիսյանի շրջանը նաև Հայաստանի ամենագործազուրկ շրջանն է։ Ինչ կարող է տալ ուժեղ Հայաստանը Սիսյանին։ Դուք Հայաստանի ամենամեծ շրջանն եք։ Հայաստանը այսօր ծորենի առումով, հացահատիկի առումով մեծի մասամբ կախված է դրսից ներմուծումից։ Սիսյանը այս պահին իր վարելահողերի կեսից ավելին չի մշակում։ 140,000 հեկտար արոտավայր ունի, չի օգտագործում։ Հայաստանը ներմուծում է միս, Հայաստանը ներմուծում է ծորեն, բայց դա չի օգնում մարդկանց տեղում արտադրել, որովհետև պետությունը չի օգնում։ Ինչ ենք անելու ուժեղ Հայաստանում։ Ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր։ Սիսյանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը ունենալու է անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Դա մեր երկրին անհրաժեշտ է, որ հնարավորություն ունենա մեր երկիրը իր հացը ինքը վաստակի։ Երկրորդը, մեր երկիրը ներմուծում է կաթի փոշի, միլիոնավոր դոլարների, տասնյակ միլիոնավոր դոլարների, Հայաստանի կաթի գծով, արոտավայրերի գծով ամենալավ շրջանը ևս Սիսյանի շրջանն է, բայց չի օգտագործվում։ Կաթի փոշու ներմուծման տեղը, տեղական արտադրությունը խթանելը, կաթի գնի սուբսիդիան վերջապես նորմալ տալը օգնելու է, որ Սիսյանի գյուղերը ապրեն, լավ գնով կաթ վաճառեն։ Դա ոչ թե պետք է մենակ Սիսյանի համար, դա մեր հանրապետության պարենային անվտանգության հարց է։ 70 միլիոն դոլարի 55-ից 60,000 տոննա ներմուծված ապակի գործարանը պետք է լինի այս քաղաքում։ Ծորենի մշակաբույսերի աճ, գյուղատնտեսության, կաթնատվության աճ, գործարան քաղաքում, երիտասարդների համար զբաղվածության գոտի։ Ժողովուրդ, այս ինչ ասում ենք, ծրագիր ենք ասում։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է մեկը դա անի։ Մարդիկ կարող են Սիսյանում աշխատանք ունենալ, մարդիկ կարող են գյուղերում ապրուստ ունենալ։ Եվ երիտասարդները վերջապես կարող են ունենալ զբաղմունք այս քաղաքում, որ չգնան քաղաքից Երևան կամ երկրից, որովհետև մարդիկ լքում են Հայաստանը։ Սամվել Կարապետյանը եղել է տնտեսական գործիչ, ինքը իր գրպանից ներդրում է արել իր երկրում, բարեգործություն է արել իր երկրում։ Միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ միլիոնավոր դոլարներ իր անձնական փողերից ինքը ուղարկել է, կառավարությունը միլիոնավոր դոլարներ պարգևավճար է ստացել։ Համեմատությունը, եւ դուք ասում եք ճանապարհի այս մասը կառավարությունն է արել, կառավարությունը ձեր փողերով է արել, ժողովուրդ։ Կարապետյանը իր փողերով է արել։ Պետք է հավատանք, որ հայերին հաղթել սազումը։ Այսօր հաղթանակի օրն է, ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ու մաղթեմ նորանոր հաղթանակներ։